Ողջույն գործարարալիքի հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, մեզ կարող եք դիտել նաեւ թվային հարթակներում։ Թարմ ուղեղով զրույցն ենք մենք այս պահին սկսում, իսկ թարմ ուղեղով իմ զրուցակիցն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանն, բարև ձեզ Գաբրիելյան, շնորհակալություն, որ այստեղ եք, շնորհավորում եմ անցած տոները։ Ես եմ շնորհակալ, ես եմ շնորհավորում։ Առաջնահերթ ինչ եք նախատեսում 2026-ի համար, ինչպիսի տարի եք ինչպիսի ակնկալիքներ ունեք տարվա համար։ Կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության համար 2026 թվականը լինելու է այլ ավելի շատ ձեռքբերումներով եւ հաջողությունների, այդ թվում նաեւ խաղաղության տարի։ Նախորդից ավելի խաղաղ լինելու, ինչպես դուք եք ասում հաճախ ձեր թիմը։ Միանշանակ, քանի որ խաղաղությունը ինքը ստատիկ գործընթաց չի, ինքը գործընթաց է, որի ուղղությամբ պետք է անդադար աշխատել, իրան դարձնել ավելի ինստիտուցիոնալ երևույթ, եւ այդ ուղղությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես կառավարող ուժ շարունակաբար ջանք է ներդնելու եւ աշխատելու է։ Որն է ջանքը։ Այդ ջանքը տարբեր է, այդ ջանքը թե արտաքին քաղաքական է, թե ներքին քաղաքական է, այդ բոլոր ուղղություններով պետք է շարունակել աշխատել։ Ներքին քաղաքական նկատի ունեմ ավելի շատ ինստիտուտները կայացնել, արտաքին քաղաքականն բոլոր գործընկերների հետ, միջազգային հանրության հետ ունենալ բարեդրացիական հարաբերություններ։ Ներսում այն պարակտվածությունը, որ կա, դա ձեր թիմին մտահոգում է։ Այդ մասով ինչ եք պատրաստվում անել։ Դե նախ եւ առաջ ես մի քիչ համաձայն չեմ ձեր գնահատականի հետ առայն, որ պարակտվածություն կա, գուցե հանրության որոշակի շրջանակի մոտ կա բացասական վերաբերմունք կառավարող ուժի հանդեպ, ինչը շատ բնական է, դրա մեջ որևիցե վատ բան չկա, չի կարող լինել քաղաքական ուժ եւ բոլորին դուր գալ։ Դա գրեթե բացառված բան է, առավել եւս երբ դու փաստացի արդեն 8 տարի կառավարում ես, ունես ձեռքբերումներ, ունես նաեւ բացթողումներ։ Խոսքը դժգոհության մասին չի միայն, պարոն Գաբրիելյան, ատելություն է մարդկանց մեջ։ Ես էլի ասեմ, որ ես ձեր գնահատականի հետ համաձայն չեմ, որովհետև ես ձեր գնահատականն անցալում եմ որպես համատարած ատելության երևույթ գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, բայց իհարկե կա որոշակի ձեր ասած խմբավորումներ, կան անձիկ, որոնք որ այո գուցե ատելությամբ են լսված, բայց մենք ձեր տաղավարում ատելության մասին մի անգամ խոսացել ենք, ինձ թույլ կտամ կրկնվել, որ առավելևս երբ դու զբաղվում ես քաղաքականությամբ եւ քո նպատակներն է հանուն Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության եւ դու լծված ես ատելությամբ այդ քաղաքական գործընթացի հիմքում, այդ գործընթացը քեզ ոչ մի դրական բանի չի բերելու եւ դու քո նպատակներին չես հասնելու։ Այն որ երկրում մարդկանց մի մասը գնում է Էջմիածին պատարագի, մի մասն էլ գնում է այնտեղ, որտեղ Նիկոլ Փաշինյանն է այդ շաբաթ որոշում, դա նորմալ է գնահատում։ Նորմալ եմ գնահատում, ինչ վերաբերում է հենց այդ բուտ պատարագների մասով ձեզ կուզեմ ասեմ, որ երևի ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ նրա մասով, որ իսկ դուք միջև այս գործընթացի սկիզբը կհիշեք հանրության մոտ պատարագների հանդեպ այդպիսի հետաքրքրություն ես օրինակ չեմ հիշի, մեկ երկրորդը չեմ հիշի, որ պատարագները երբևիցե այդպես լուսաբանվեն Հայաստանի Հանրապետությունում։ Ու իմ համար այդ տեսանկյունից պատասխանը միանշանակ է, թե ինչու պատճառով մեր հանրության մոտ հոգևորի, այդ թվում նաև պատարագների հանդեպ հետաքրքրություն չկա, որովհետև եկեղեցին որպես ինստիտուտ իր ներսում ունի փաստացի բարոյազուրկ մարդիկ, որոնք որ չեն ներկայացնում հոգևորը, զբաղված են իրանց անձնական շահերը առաջ բրթելով, իրանց ամբիցիաներով եւ դրա պատճառով է հանրության մեծամասնության մոտ բացարձակ հետաքրքրվածություն չկա այն գործընթացների շուրջ, որոնք որ տեղի են ունենում եկեղեցու ներսում։ Այսինքն այն պարտավորությունները, որ ունի երկրի ղեկավարը, դրանք լիովին 100%-անոց իրականացվել են, բանը հասել է արդեն եկեղեցուն, այսինքն վարչապետը մտածում է եւ ձեր թիմը մտածում է, որ բոլոր խնդիրները իրեն կարողանում են կարգավորել։ Միանշանակ ոչ, մենք դες բան չենք մտածում, մենք դες բան երբևիցե չենք ասում, որ մենք բոլոր խնդիրները կարողանում ենք կարգավորել։ Մենք ինքներս բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը կամ դեռ տրված չի, կամ եթե տվել ենք, թերի ենք տվել, եւ այդ խնդիրները լուծելու համար պետք է աշխատել։ Ինչ վերաբերում է էլի եկեղեցու մասով, այդ ես չնայած քաղաքացիական պայմանագիր վարչության անդամ եմ, այնուամենայնիվ եկեղեցու թեմայի շրջանակում շատ չեմ
խառնվում, այսպես ասեմ, բայց ինձ համար միանշանակ է, որ եկեղեցին որպես ինստիտուտ, այն բարենորոգման օրակարգը, որ բարձրաձայնված է, հրապարակված է, միանշանակ այդ օրակարգը հասնելու է իր նպատակին եւ եկեղեցին որպես ինստիտուտ, որպես հոգեվոր ինստիտուտ պետք է գնա բարենորոգման ճանապարհով, որպեսզի այնտեղ լինեն, կարելի ասել կատարյալ ազնիվ հոգեվորին նվիրված մարդիկ, որոնք որ փաստացի մեր հանրությանը կտանեն դեպի հավատք եկեղեցու միջոցով։ Ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին այդ բարենորոգման ճանապարհին, եկեղեցուց են դուրս եկել այդ մարդիկ։ Ինչու դա եկեղեցու ներսում այդ մարդիկ կարգավորումները չեն անում, փորձում են եկեղեցուց դուրս բերել խնդիրները դրսում։ Որովհետև փաստացի եկեղեցին ըստ էության ավտորիտար համակարգ է ներսում եւ եկեղեցում չի կարելի բողոքի ձայն բարձրացնել ինչ-ինչ երևույթների հանդեպ, ինչը որ ապացուցվում է նրանով, որ այն մարդիկ, որոնք որ մինչ այս պահը փորձել են իրենց ձայնը բարձրացնել, եկեղեցու վերնախավի կողմից ենթարկվել են տույժերի, այլ ոչ թե իրենց խոսքը լսվել է, որ եկեղեցին ունի փոփոխությունների կարիք։ Դրա համար կարծում եմ, որ որոշակի տարանջատում կա եկեղեցու վերնախավում։ Ճիշտ ժամանակը սա էր ընտրելու այդ փոփոխությունը անելու համար եւ այս հարցը միշտ առաջանում է, ինչու նախկին իշխանությունների ժամանակ եկեղեցու հետ նման խնդիր չի եղել, ու արդյոք չէին մտածել։ Եղել է 17 թվականին եղել է օրինակ նմանատիպ խնդիր, այդ թվում նաև եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, դրդապատճառներից մեկը այն ժամանակվա բողոքի եւս եղել է նույն պատճառները, որոնք որ հիմա բարձրաձայնվում են, ճիշտ ժամանակի տեսանկյունից կարող եմ ասել, որ ճիշտ ժամանակը միանշանակ եղել է 2018-19 թվականը, այդ ժամանակ պետք էր եկեղեցում, այդ թվում նաև ինչու ոչ նաև կառավարության աջակցությամբ պետք էր փոփոխություններ անել այն ժամանակ փոփոխությունները չի արվել, ինչը որ համարում եմ ճիշտ չի եղել, բայց երբևիցե ուշ չի գնալ վերափոխման ճանապարհով դեպի ավելի լավ կառույց դառնալ նույն եկեղեցու համար։ Պարոն Գաբրելյան, շատ է քննադատում ամբողջ թիմով, որ եկեղեցին միջամտում է քաղաքական հարցերին, երկրի հարցերին, որին չպիտի միջամտի։ Հակառակ կողմից դուք էլ միջամտում եք եկեղեցու հարցերին։ Մենք եկեղեցու հարցերին որպես այդպեսին միջամտում ենք, ել եմ ասում, կա այդտեղ հոգևոր կոմպոնենտ, բայց այո, խնդիրը է, որ եկեղեցին խառնվում է քաղաքականության մեջ, ինչը որ արել է մշտապես, անում է մինչ այս պահը փաստացի, եւ այդ տեսանկյունից մերը որպես արձագանք է ստուգության դուրս գալի, որտեղ եկեղեցուն բազմիցս դա հրապարակայնորեն ասվել է, որ քաղաքական գործընթացների մեջ չի կարելի խառնվել։ Ամենամտահոգող խնդիրը, որ դրան խառնվել է եկեղեցին, ո՞րն է եղել։ Ամենամտահոգող տենց ամենամեծ խնդիրը իմ համար փաստացի անձամբ նա է, որ եկեղեցին փաստացի մարդ է գործուղել դեպի հանրություն, որը որ զբաղվել է քաղաքականությամբ եւ փորձել է Հայաստանի Հանրապետությունում հրահրել իշխանափոխության, ճակերտավոր ասած, գործընթաց, որը որ փաստացի իրենց մոտ չի հաջողել, դա ամենամեծ սխալն է եղել, երբ որ դու մարդ ես գործուղում այդ գործընթացին, Խոսքը Բագրատի մասին է միանշանակ եւ այն ժամանակ ինչու փաստացի նույն եկեղեցին պատշաճ արձագանք չի տվել Բագրատի գործողություններին։ Բայց այդ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իրավունք չուներ ինքնակամ ձեռնարկելու այդ process-ները, պարտադիր պիտի եկեղեցին ուղղորդեր։ Չէ, ինքը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իհարկե ուներ, բայց որպես եկեղեցու սպասավոր, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու կանադրությամբ էլ դրա իրավունքը չուներ միանշանակ։ Այդ ժամանակ խոսվում էր, որ այն լիազորությունները, որ ինքը ունի, դադարեցված են, եւ ինքը այդ պահին ներկայանում էր որպես դա ոնց ասեմ, ձեզ տենց, դե խոսվում էր, բայց դե պարզա չէ, որ տենց չի իրականում էլի։ Հիմա եթե եկեղեցու մեջից մեկը եկեղեցական կանոնը խախտում է, ինչ պետք է արվի ըստ էության, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Արդյոք դե ոնց չի խախտվել, մարդը քաղաքականությամբ է զբաղվել։ Մարդը ակնհայտ քաղաքականությամբ է զբաղվել, վարչապետի տեխնացու չի եղել։ Ի՞նչն է խնդիրը։ Դե խնդիրը դա չի կարա կա ես ձեզ հենց ասեմ էլի հնուց եկած ոչ թե Հայաստանում, այլ ընդհանրապես աշխարհում կա երկու հատ, չգիտեմ ճիշտ կլինի ասել ոսկե կանոն, 5 կանոն կա, երկու հատ։
զինվորականները եւ եկեղեցականները իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։ Դա տենց ոսկե կանոն է քաղաքական գործընթացների մեջ, այդ թվում նաեւ ցանկացած պետության մեջ զինվորականները եւ եկեղեցականները իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։ Խոսքս թե իհարկե գործողների մասին է, էլի։ Պարզ է, որ զինվորականը, որը որ ենթադրենք էլ զինվորական չի, կարող զբաղվի քաղաքականությամբ նույն։ Հիմա այդ Բայց ինձ թվում է, եթե մենք սենց շարունակենք, եկեղեցու թեման կդառնա առանցքային թեմա, ինչը որ կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում այսօրվա օրով այտենց առանցքային եւ առաջնային օրակարգ չա մեն դեպքում։ Ես կարծում եմ առաջնային օրակարգ է, բայց մենք իհարկե այլ հարցեր քննարկելու ենք, մի հարց էլ էս մասով տամ։ Այդ մարդիկ, որ այսօր բանտախցում են, չնայած Աջապահյանը այս պահին բուժման process-ների մեջ է, բայց դուք ավելի շանս չեք տալիս, որպեսզի քաղաքական process-ների մեջ ներգրավեն ու քաղաքական կերպարով հանդես գան։ Ինչու՞ համար։ Դե կա իրականում քրեական վարույթներ կան, որոնց շրջանակում փաստացի մարդիկ, եթե չեմ սխալվում, մեկի դատը մինչև պահը դեռ շարունակվում է, մեկի մասով վճիռ կա, իրավական գործընթացներ են, փաստացի մի մասով կա մեղադրական վճիռ, մի մասով այդ դատը գնում է եւ չեմ տեսնում թե ինչու եք ասում, որ այդպիսով երբ այդ մարդիկ ինչ որ մեղադրանքներով կալանավորվում են, իրենց մենք դրթում ենք, որպեսզի զբաղվեն քաղաքականությամբ, որտեղ այսպես քաղաքական կարիերա չի ձևավորվում, չի ձևավորվում, որտեղ այսպես թե այնպես այդ մարդիկ մնում են եկեղեցական։ Եթե դուրս գան եկեղեցուց, այլևս չլինեն եկեղեցական, իրենք կարող են հանգիստ զբաղվեն քաղաքականությամբ, ես դրա մեջ որևիցե խնդիր չեմ տեսնում։ Բայց երբ որ եկեղեցականը զբաղվում է քաղաքականությամբ, դա խնդիր է, դա օրենքի խախտում է, ել իրանից մեջ պարունակող բազմաթիվ այլ ռիսկեր, այդ թվում նաև արտաքին քաղաքական։ Շատ լավ, եկեղեցու հարցը փակենք, անցնենք մյուս կարևոր հարցերին։ Այսօր քննարկվում է բանակում նոր համազգեստի փոփոխության հարցը։ Պաշտպանության նախարարությունից են նմուշները ներկայացրել, վարչապետն էր կիսվել, որ Միացյալ Նահանգների ընկերություն կա, որի հետ կարծես թե պայմանագիր կնքման փուլում է, եթե չեմ սխալվում։ Մասնագետների հետ քննարկում եղել է, դուք տեղեկություն ունեք համազգեստների մասով, որքանով են համապատասխանում մեր բանակի պահանջներին, ինչու են փոփոխվում առհասարակ, որովհետև ոլորտին մոտ կանգնած ծանոթ մասնագետների հետ երբ խոսում եմ, ասում են, որ փոփոխությունը պիտի լիներ 20 թվականից հետո, երբ օրինակ մեր բանակը պարտված վիճակում էր եւ համազգեստի փոփոխությունը կարող էր այդ մասով որոշակի հոգեբանական ազդեցություն ունենալ։ Ինչու հիմա։ Երևի թե կա, ենթադրում եմ, որ գործընթացը այո, գուցե 20 թվականից, այդ թվում նաև ձեր մատնանշած պատճառով պետք է փոխվեր միանգամից։ Չնայած այդ պատճառը իմ կարծիքով տենց ինքը իրականում տենց 4-րդական 5-րդական ես ինքս հայկական բանակի համազգեստը գրել եմ, ինքը միանշանակ որակի տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ ունի, համազգեստ ասելով նկատի ունենք ամբողջական է, էլի, կոշիկները մնացածը, կարծում եմ գործընթացը երկարել է հենց այն պատճառով, որ քննարկվել է այդ թվում տարբեր մասնագետների հետ, որպեսզի ստանանք հնարավորինս որակյալ Հայաստանի Հանրապետության, այդ թվում նաև տեղանքի պահանջներին համագույն զինվորական համազգեստ, որակի տեսանկյունից շոշափելի չեմ կարող ոչ մի բան ասել, բայց վիզուալ առումով այս պայծրությամբ կարող ենք ասել, որ նախ եւ առաջ քանի որ տարանջատված է եւ համազգեստը 2 սեզոնի չի, այլ 3 սեզոնի է փաստացի, ինչ որ շատ լավ է, վիզուալ առումով, կարող ասենք, որ բավականին գեղեցիկ տենց միջազգային ստանդարտի համազգեստ է, որակի տեսանկյունից էլ եմ ասում, չեմ կարող բան ասել, այս պայծրությամբ, քանի որ չեմ շոշափել այդ համազգեստը, բայց գրեթե կասկած չունեմ, որ որակային առումով խնդիր չի լինելու։ Պապիկյանը վերջին ասուլիսի ժամանակ մի շարք հարցերի անդրադարձավ, կուզեմ դրանցից մի քանիսը ձեզ հետ քննարկել։ Զենքերի ձեռքբերման մասով մենք նախորդ անգամ էլ քննարկեցինք, դուք ասացիք, որ այն ինչ որ մենք կորցրել ենք պատերազմի ժամանակ 20 թվականին, դրանից հետո ամբողջովին արդեն լրացվել է։ Եկեք տենց նեղ մասնագիտական առումով
դա չասեմ, որովհետև այս պայմանությամբ լիարժեք տեղեկատվություն չեմ տիրապետում, թե ինչը ինչով է լրացվել, ինչը ինչով է փոխարինվել, բայց առնվազն գործընթացի ֆինանսական տեսանկյունից միանշանակ է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն տասնյակ անգամներ ավելի մեծ է, քան եղել է, թե մինչև 18-ը, թե 18-ից հետո։ Դե Պապիկյանը ասում է, որ 25 թվականից հետո պաշտպանության ոլորտում 1.1 միլիարդով ծախսերը ավելացել են։ Որ ուղղությամբ է դա գնացել։ Դե ուղղությունները պաշտպանության ոլորտում տարբեր են, զենզինամթերքի ձեռքբերումը, ամրաշինական աշխատանքներ են, համազգեստը, նյութական ապահովություն, նյութական ապահով չէ, բայց դա գումարը չէ Իրանից ենթադրում այնուամենայնիվ։ Այդ թվում նախնական հենց այդ քննարկումները, հենց այդ փորձագետների այդ քննարկումները այնպես չէ, որ այդ փորձագետները պաշտպանության նախարարության ճակերտավորացած սիրուն աշկերի համար են անելու պաշտպանության նախարարության հետ, ակնհայտ է, որ ֆինանսական տեսանկյունից ռազմական բյուջեն, ել եմ ասում, թե մինչև 18, թե 18-ից հետո 19-ին, 20-ին, հաշվի առնելով նաև 20 թվի մեծածավալ կորուստները, էական տարբերություն ունի, էական։ Մինչև ձեր մանդատը վայր դնել, դուք Պաշտպանության հանձնաժողովի անդամ եք ու ավելի մոտ եք կանգնած այդ ուղղությանը, ծանոթ եք խնդիրներին, որ ուղղությունն է, որ մեզ մոտ շարունակում է խնդրահարույց լինել ու այդ ծախսերի մեծ մասը պիտի այդ ուղղությամբ տար։ Հե, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ լինելը նաեւ իրանից ենթադրում է, որ փաստացի ես չեմ կարող ձեզ կոնկրետ ասել եւ բաց ասել, բայց այնուամենայնիվ եկենք ֆիքսենք հետեւյալը, որ պաշտպանության նախարարության ուղղությունները, որպեսզի պաշտպանության նախարարության զինված ուժերի մարտունակությունը եւ պաշտպաննակությունը լինի բարձր, բազմաթիվ են եւ միանշանակ չկա մի ուղղություն, որ երբևիցե անգամ կկարողանանք ասել, որ այս ուղղությունով ամբողջ աշխատանքները ավարտված են։ Դա շարունակական process է, դինամիկ process է։ Ցանկացած ուղղության պարագայում պետք է անդադար աշխատել, որովհետև ել եմ ասում, աշխարհը զարգանում է, զենզինամթերքի տեսակները զարգանում են, փոխվում են, դա չի կարող լինել մի ոլորտ, որտեղ որ մենք կարող ենք ասել, որ всё, վերջնականապես այս ոլորտում այլևս որևիցե ներդրում չունենք անելու։ Տենց ոլորտ եւ տենց ուղղություն պաշտպանության նախարարությունում եւ զինված ուժերում չի կարող լինել ուղղակի։ Նախորդ անգամ, երբ մենք զրուցում էինք, դուք ասացիք, որ Ադրբեջանի ժողովրդի մոտ առնվազն հարց է առաջանում, թե այդ արևմտյան Ադրբեջան, որ ասում եք, ինչի մասին է, եթե խաղաղության եք պատրաստվում։ Հիմա ես այդ նույն հարցը ձեզ եմ ուզում տալ։ Այն ինչ հայտարարում է Ադրբեջանը, արևմտյան Ադրբեջան ասելով, ու հայկական կողմից անընդհատ խոսվում է խաղաղության մասին։ Ձեզ այդ հարցը չի մտահոգում, ինչի մասին է խաղաղությունը, եթե անդադար Ալիևը դրա մասին է խոսում եւ ոչ միայն։ Ես ներկայումս չեմ պնդի, որ Ալիևն հիմա անդադար դրա մասին խոսում է։ Դինամիկան դրա մասին խոսալու հաճախականությունը ըստ իս բավականին նվազել է, մասնավորապես նաև օգոստոսի 8-ից հետո, բայց իրականում այդ խնդիրը կա, որ այդ խոսույթը դեռ Ադրբեջանում գոյություն ունի, Ադրբեջանի իշխանությունների կողմից, բայց ըստ իս հաշվի առնելով այն գործընթացները, որոնք որ տեղի են ունենում, այդ թվում նաև երկու երկրների փոխհարաբերությունների կոնտեքստում, կարծում եմ դա մի քիչ ավելի շատ տես ներքին սպառման թեմա է, հենց որոշակի առումով բավարարելու որոշակի պահանջարկ, որը որ տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները իր հանրության մոտ ստեղծել է։ Մտահոգում է տարածաշրջանի իրավիճակը ձեզ, մասնավորապես Իրանում են ինչ որ տեղի է ունենում, Իրանը կարծես նաև դժգոհ է թրիփի մասով, խնդիրներ է տեսնում, այդ մասով այ միշտ խոսվում է, որ խաղաղության նախաստորագրությունը եւ ակնկալվելիք ստորագրությունը, որ պիտի լինի ամբողջական, դա տարածաշրջանի ամբողջական խաղաղության համար է արվում եւ բոլորին շահավետ է։ Ինչու է Իրանը դժգոհ։ Ես ճիշտ ասած, որ ասում եք Իրանը դժգոհ է, ես իշքան իրանական կողմից
պաշտոնական հայտարարություններ եմ լսել, ես չեմ նկատել դժգոհություն թրիփի վերաբերյալ, գուցե իհարկե Իրանի գործընկերները որոշակի մտահոգություններ ունենան, հաշվի առնելով այլ երկրների հետ իրենց փոխհարաբերությունները, բայց Հայաստանի Հանրապետության եւ Իրանի միջև այդ թվում նաեւ հաշվի առնելով այն, որ Իրանը մեզ համար բարեկամական, եղբայրական երկիր է եւ ժողովուրդը իրենց բավականին աշխատանքային փոխհարաբերություններ են եւ ել եմ ասում մտահոգություն կարա լինի իհարկե Իրանի իշխանությունների մոտ թրիփի վերաբերյալ, բայց հենց Հայաստանի Հանրապետության կառավարող ուժի անելիքն է նաեւ այն, որպեսզի քո հարևանի մոտ այդ մտահոգությունները հնարավորինս կարողանաս փառատես հիմնավոր, ինչը որ կարծում եմ մեր մոտ միանշանակ ստացվում է, ինչ վերաբերվում է իրադարձություններին, որոնք որ տեղի են ունենում Իրանում, իհարկե մենք Ես չեմ կարծում մենակ մենք այդ տարածաշրջանի բոլոր երկրները հետևում են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում, որտեղ ցանկացած երկրում տարածաշրջանում եւ ոչ միայն տարածաշրջանում, այդ նաեւ այլ երկրներում էլ իրադարձությունները, որոնք որ տեղի են ունենում, կարող են ինչ-որ իրավիճակում ազդել այն կամ այն փոխհարաբերությունների վրա։ Մենք արդեն չենք կարա, չէ՞, իրավիճակում չեզոք լինենք, մենք Միացյալ Նահանգների հետ այլ հարաբերություններում ենք հիմա։ Չեզոք ասելով ինչ նկատի ունենք։ Խնդիրների կիզակետում չհայտնվելու։ Որ խնդիրների։ Տարածաշրջանի, տարածաշրջանի։ Դե հիմա դուք ասեք Իրան Միացյալ Նահանգներ բազմաթիվ խնդիրներ, իհարկե ունեն բազմաթիվ խնդիրներ, բայց նաև բազմաթիվ համագործակցության եզրեր են ունեն, որ տենց խոսանք էլ ուղղակի գուցե իրանք տենց առանձնատուկ երևացող չեն, մենք միանշանակ այդ թվում նաև տարածաշրջանի տեսանկյունից հաշվի առնելով խաղաղության օրակարգը, հաշվի առնելով ապագայում թրիփ նախագիծը, փաստացի դառնում ենք տարածաշրջանի կարևոր տնտեսական հանգույցներից մեկը, ինչը որ միանշանակ տարածաշրջանի բոլոր երկրներին ձեռնտու է, այդ թվում նաև տնտեսական առումով, եւ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության ձեռնտու է։ Իսկ մարդիկ ինչու են դժգոհում, պարոն Գաբրիելյան։ Որ մարդիկ եւ ինչու են դժգոհում։ Ընդդիմադիր հայացքներ ունեն։ Դե ընդդիմադիր հայացքներ ունեն, որ անհանգստացնում է։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ շատ բնական է, որ այս կամ այն խնդիրների վերաբերյալ կարան մտահոգություն հայտնեն, կարան դժգոհ լինեն, բայց կարծում եմ իրենք այդ հարցերում պետք է լինեն հնարավորինս ազնիվ, արդար եւ իհարկե նպատակները, որի պատճառով իրանք դժգոհություն են հայտնում եւ մտահոգություններ են հայտնում, պետք է լինեն շատ ավելի པարզ եւ հասկանալի։ Ներկայիս իրավիճակում կարծում եմ այն ընդդիմությունը, որը կա Հայաստանի Հանրապետությունում, զուտ տենց դժգոհողի դեր է կատարում, այդքան բան։ Խոսքը որ ընդդիմության մասին է, խորհրդարանական։ Հիմնականում խորհրդարանական եւ արտախորհրդարանական որոշ ուժերի մասին էլի։ Տեսնում եք երրորդ ձևավորվող ուժ գալիք ընտրությունների համար։ Քաղաքական դաշտում փաստացի կա ինչ-որ մի թազաբևեռ կապ, որը որ փորձում է ձևավորվել, թե որքանով իրենց մոտ դա կհաջողի, դա արդեն ցույց կտա գործընթացները, բայց իմ համար միանշանակ է, որ քաղաքական գործընթացները առաջնային բովանդակության, գաղափարների, սկզբունքների, նախագծերի մասին է, այլ ոչ թե ներդրված փողի այդ քաղաքական գործընթացի մեջ։ Այդ բոլորը դժգոհում են այն մասով, որ իշխանությունը ասում է, շատ լավ է, որ մենք կարողանում ենք Ադրբեջանից բենզին բերել, դա մեր տնտեսության համար լավ է, բայց մարդիկ դժգոհ են այն մասով, որ ոնց կարելի է գործարք անել մի պետության հետ, ով խաղաղության մասին խոսում է, բայց մենք շարունակում ենք գերիներ ունենալ, չնայած 4 գերիներ վերադարձան վերջին օրերին, բայց այդ մասով խնդիր չեք տեսնում այդ երկրի հետ նման համագործակցության մեջ մտնելու, երբ մենք այն մասով։ Ես էլի պետք է չհամաձայնեմ ձեր գնահատականի հետ, որ ասում եք բոլորը։ Էլի կան ես համաձայն չեմ, որ մեծ մասը էլի, որտեվ ես տարբեր մարկանց հետ եմ շփվում եւ ես ձեզ հենց ասեմ, ենթադրենք 10 հոգու շրջանակ վեկալ եմ, 10-ից 2-ը կարող է այդ խնդիրը բարձրաձայնեն, ասեն դե տասնյակ տարիների մեր թշնամին է, պատերազմ ենք իրար հետ ունեցել, ինչու ենք ադրբեջանական բենզին գնում։
Դրա համար ասում եմ գնահատական ես բան չունեմ ասելու, բայց գնահատականը շատ կարևոր է, էլի, որտեվ երբ որ ասում ենք բոլորը, նշանակում է բոլորը դժգոհում են, բայց կառավարող ուժը անում է այն ինչ որ ինքը ուզում է, տենց չի լինում, էլի, իրականում։ Այդպես չի, որովհետեւ եթե բոլորը դժգոհ են, դժվար կառավարող ուժը ինչ որ բաներ անի, էլի։ Տենց չի կարող լինել, էլի։ Հետո այնուամենայնիվ բողոքի տարբեր ձևեր կան, էլի։ Մի բանա, որ ես դուք նստեք սուրճ խմելու ընթացքում բողոքենք, ասենք, այս մի բանը լավ է, այս մի բանը լավ չի, այս մի բանը շատ վատ է, բայց որովհետեւ գործողություն դրան չանենք, այդ տենց пассив բողոքը ինքը տենց пассив բողոք է ամեն դեպքում, բայց ինչ վերաբերվում է Ինչ վերաբերվում է Ադրբեջանում պահվող անձանց խնդիրը, միանշանակ այդ խնդիրը կա, այո, շատ լավ է, որ 4 պահվող անձ վերադարձել են այսքանի օրը, հույս ունենք առաջիկայում էլի մարդիկ կվերադառնան, այդ գործընթացը այնուամենայնիվ հետևողական գործընթաց է եւ պետք է հասնեն նրան, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, որոնք որ պահվում են Ադրբեջանում, վերադառնան իրենց հայրենիք։ Ինչ վերաբերվում է բենզինի մասով, իհարկե հասկանում եմ դրա չի ասի բարոյական, այլ էմոցիոնալ ֆոնը, բայց թե տնտեսական առումով, թե երկրների փոխհարաբերությունների մասով այս գործընթացը բավականին դրական է եւ այն նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, որպեսզի խաղաղ գործընթացը, որը որ փաստացի արդեն ունենք, այլ ավելի արձանագրվի, այլ ավելի ինստիտուցիոնալ դառնա եւ իր հիմքերը լինեն շատ ավելի ամուր։ Պարոն Գաբրիելյան, ասում եք հնարավոր չի, որ հանրության մեծ մասը համաձայն չլինի, բայց իշխանությունը գնա նման որոշումների։ Իշխանությունը լսում է հանրության ձայնը։ Ոնց կարա չլսի ժողովրդավար երկրում, ոնց կարա ժողովրդի կողմից մեծամասնություն ստացած կառավարող ուժը չլսի մեծամասնության ձայնը։ Ոնց կարա չլսի։ Այդ թվում նաև փոքրամասնության ձայնն էլ լսվում է, չի որ չի լսվում։ Եվ իրականում մեր համար հասկանալի են բողոքները, որոնք որ կան, այդ թվում նաև ադրբեջանական բենզինի մասով, բայց էլ եմ ասում, դա ավելի շատ էմոցիոնալ ենթատեքստ ունի, հոգեբանական ենթատեքստ ունի, բայց ոչ ռեալ պոլիտիկի շրջանակում երկու երկրների միջև փոխհարաբերությունների կոնտեքստում։ Իհարկե մենք նաև հասկանում ենք Ադրբեջանում պահվող անձանց խնդիրը, ով է ասում, որ մենք այդ խնդիրը մոռացության ենք տալի։ Այդ խնդրի շուրջ ամեն օր ռեժիմով աշխատանք է տարվում, բայց պարտադիր չէ էլի, որ այդ աշխատանքը տենց առանձնահատուկ երևացող լինի, էլի։ Ակնկալվում է այս տարի խաղաղության վերջնական ստորագրում։ Չի կարող չակնկալվել, բայց դե ել եմ ասում, դա գործընթաց է, որին որ պետք է օր առաջ հասնել։ Ինչ նախանգարում այդ գործընթացին։ Այ Հայաստանը, հայկական կողմը պատրաստ է դրան։ Ինչու Ադրբեջանը պատրաստ չի։ Ամեն իր սրտով է չէ եղել։ Արցախը հիմա իր վերահսկողության տակ է, ասենք օկուպացված է։ Այն ինչ ցանկանում է տեղի ունեն։ Ինչն է խնդիրը Ալիևի համար, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Դե ես կարծում եմ, ես այն հարցադրել չեմ, որ այդ հարցը պետք է տակ, այդ հարցը պետք է տակ։ Դուք ձեզ այդ հարցը պետք է տակ նախ եւ առաջ Ադրբեջանի նախագահին պետք է տակ, որովհետեւ ինքը ավելի լավ գիտի։ Հավանաբար կարծում եմ այնուամենայնիվ Ադրբեջանը հանրապետություն է, որը այնուամենայնիվ ունի իր որոշակի շահերը եւ այդ շահերից ելնելով գործընթացի շրջանակներում մենք կամաց աշխատում ենք, փոխհարաբերություններ ենք ստեղծում իրար հետ, ել եմ ասում, որպեսզի խաղաղության փաստը այլ ավելի ինստիտուցիոնալ դառնա եւ այլ ավելի ամուր հիմքերի վրա արձանագրված լինի։ Եթե շարունակենք այս փոխհարաբերությունները, այս հետեւողականության աշխատանքը, կարծում եմ բավականին շուտով բուն խաղաղության պայմանագիրն էլ է ստորագրվելու։ Իսկ 4-րդ հանրապետությունը երբ է գալ ընտրություններից անմիջապես հետո, երբ է սկսվելու 4-րդ հանրապետությունը բուն հռչակագիրը, որը որ 7-րդ համաժողովում հռչակել ենք, փաստացի ժամկետները այդտեղ ամրագրված են, դա լինելու է 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններից հետո բուն գործընթացը, բայց որպես այդպիսին գործընթացի հիմքում ընկած գաղափարները
ներկայումս արդեն իրագործվում են, որտեղ 4 հանրապետության գաղափարի հիմքում ընկած է իրական Հայաստանի գաղափարը, որը որ 29743 քառակուսի սահմանազատված ինքնիշխան ժողովրդավար անկախ պետության մասին է։ Իսկ ինչու Ալիևը թվերով չի ճանաչում դա։ Մենք իրենցը ճանաչում ենք, չէ՞։ Դե չի ճանաչում, աշխատում ենք այդ ուղղությամբ կճանաչի։ հարցնում, Թվերով եթե չի Չեմ ճանաչում, բայց այնուամենայնիվ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, թվերն է փաստացի ամբողջ աշխարհին հայտնի են, բայց այո, մենք որոշակի առումով այս համանազատման գործընթացում շատ վերապահումներ կան, մենք տեսել ենք իրենք ոնց են ճանաչում, ոնց են աջակցում, ոնց են օգնում, մենք 20 թվականից հետո ամեն ինչ տեսել ենք։ Աշխարհի վրա հույս դնելը կարծում եմ այս պահին ռեալ չի։ Կարծում եմ 20 թվականի հիմքերի եւ պատճառների պարագայում մենք պետք է 20 թվականին հասկանանք, որ ռեալ չի, բայց ներկայիս իրադրությունում եւ իրավիճակում էլի մենք աշխարհի վրա որպես այդպեսին հույս չենք դնում, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է եւ ինքը աշխատում է եւ կառուցում է իր փոխհարաբերությունները բոլորի հետ, այդ թվում իր հարևանների հետ, փոխադարձ հարգանքի եւ բարեդրացիության հիմքի վրա։ Մեծ ու լավ գործընկերը, ամենահավատարիմ գործընկերը ով է այսօր մեզ համար։ Միջազգային հարաբերություններում նկատի ունեմ։ Ում վրա առաջինը կարանք հույս դնենք։ Դե ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն էր, հիմա իմ կարծիքով միջազգային հարաբերություններում այնուամենայնիվ փորձը նաև ցույց է տալի, որ չկան երբևիցե մշտական բարեկամներ եւ թշնամիներ։ Դա դինամիկ գործընթաց է։ Խոսքը մշտականի մասով չի, այս պահի դրությամբ։ Այս պահի դրությամբ մենք հնարավորինս շատ երկրների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության հետ ունենք շարունակաբար հետևողականորեն պահում ենք, այլ ավելի ամրապնդում ենք բարեդրացիական փոխհարաբերությունները, գործընկերային փոխհարաբերություններ։ Անուն չասեցիք երկրի, պարոն Գաբրիելյան։ Դե հիմա որ չէ, մենք պետք է դնենք sense tennis խնդիրը, որ օրինակ էլ եմ ասում, պետք է հույսը առաջինը դնենք մեր վրա, բայց ինչ վերաբերվում է խնդիրը, եթե մենք նկատի ունենք միջազգային իրավունքի շրջանակում, ապա միջազգային իրավունքի շրջանակում սուբյեկտները շատ հստակ են, թե որոնց պետք է ինչ որ հարցով դիմել։ Էլ եմ ասում, մենք բազմաթիվ երկրների հետ լավ հարաբերություններ ունենք, Եվրոմիության հետ, այո, ԱՄՆ-ի հետ, էլի Ռուսաստանի Դաշնության հետ, Իրանի հետ, Չինաստանի հետ, բոլորի հետ պետք է աշխատես միաժամանակ։ Չեմ կարծում, որ տենց խնդիր կա, որ ինչ որ մեկը ունենա առաջնային դեր։ Ինձ թվում է, երբ որ այդ առաջնային դերը շատ ավելի շատ քո գործընկերների ունեն քո փոխհարաբերությունների ժամանակ, այդ թվում նաև դու ավելի շատ երաշխավորված ես այդ տեսանկյունից, որ եթե հանգարց քո առաջնային գործընկերներից մեկը քեզ ինչ-որ հարցում չաջակցի, հույսդ վերջնականապես մեռնի, որովհետև կունենաս այլ գործընկերներ։ Կարծում եմ այդ տեսանկյունից ամեն ինչ պարզ է շատ։ Իսկ այս հակոստի մասով բանակային, այս մասով կարող ենք ասել, որ մենք մեկ քայլով եւս հեռանում ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Թե ոչ, եւ մոտենում ենք Միացյալ Նահանգներին։ Եթե մենք ստանդարտի տեսանկյունից ենք ասում, ապա միանշանակ ռուսական ստանդարտը եւ այն ստանդարտը, որ փաստացի այս համազգեստն է կարվում, իրարից տարբերվում են, բայց այդ տեսանկյունից հարցածագում թե մեր նախորդ համազգեստը ընդհանրապես որ ստանդարտով ա եղել, որտեղ ինքը որ տենց շատ խորանանք իրավորակական հատկանիշների մեջ, ինքը գուցե անգամ ռուսական ստանդարտով է չի եղել, էլի, ինքը ինչ-որ տենց մի հատ անհասկանալի խառը հայկական տեղայնացված ստանդարտով եղել, այդ տեսանկյունից միանշանակ բարեմտյան ստանդարտները շատ ավելի բարձր որակով են, քան թե ռուսական ստանդարտները։ Դու կարծում եմ նույն Ռուսաստանում էլ են դա որոշակի առումով հասկանում եւ եւս ձգում են համաշխարհային ստանդարտների համազգեստ ունենան, այլ իհարկե ինքը կկոչվի ռուսական ստանդարտ, բայց իրենք կասեն բայց որակի տեսանկյունից կարծում եմ աշխարհում մեծամասամբ ստանդարտները հավասարազոր են իրար, էլի այդ տեսանկյունից։ Զենքի մասով էլ է նույնը տեղի ունենում։ Զենքի մասով դե միանշանակ մոտեցում չեմ կարծում, որ կարա լինի այդտեղ, զենքի մասով այնուամենայնիվ մոտեցումները տարբեր են։
Ընտրություններից հետո Այո։ Ինչպիսի ազգային ժողով եք դուք պատկերացնում եւ ինչպիսի հարցեր բարձրացնող ընդդիմություն եք ցանկանում տեսնել, եթե դուք լինեք իշխանության։ Որովհետեւ այս ընդդիմությունից դժգոհ են, չէ՞։ Այո, կարծում եմ բոլորն են դժգոհ։ Կարծում եմ բոլորն են։ Եթե շատ եք ուզում իմանաք, իմ անձնական կարծիքով ընդդիմությունից շատ ավելի մեծ ծավալի քանակի մարդիկ են դժգոհ, քան կառավարող ուժից։ Այդ իմ համար գրեթե կասկածից վրա, որովհետև անգամ կառավարող ուժն է դժգոհ ներկայիս ընդդիմությունից, որ փաստացի իր մեծամասամբ որովիցե որակական եւ բովանդակային հենք չունի։ Ինչ վերաբերում է 2026 թվականի ընտրություններից հետո ինչ ազգային ժողով եմ ակնկալում եւ ինչ ընդդիմություն եմ ակնկալում, միանշանակ որակական, բովանդակային ազգային ժողով եմ ակնկալում իր ամբողջությամբ, ինչպիսի հարցեր պետք է բարձրացնի ապագա ընդդիմությունը, իհարկե ցանկացած ընդդիմության խնդիրը դա իշխանապողության միջոցով իր քաղաքական օրակարգերը իրականացնելն է եւ այդ օրակարգերը իրականացնելու համար ինքը պետք է լինի քննադատող, բայց քննադատող ոչ թե էմոցիաների, պիտակավորումների, որակավորումների շրջանակում, այլ բովանդակությամբ եւ փաստերով եւ հիմնավորումներով։ Մի հատված էլ կա հանրության, ովքեր ու մոտ հարց է առաջանում։ Ասում են, եթե վատն էին իշխանությունները եւ այս իշխանությունը, այսինքն ձեր իշխանությունը գալիս էր որպեսի արդարությունը վերականգնի։ Այդ մարդիկ հայտնվեին ճաղերի հետևում, իրենց պատասխանատվությունը կրեին։ Ինչու են այդ մարդիկ ոչ թե ճաղերի հետևում, այլ ազգային ժողովում շարունակում ձեզ հետ աշխատել։ Ունեք այդ հարցի պատասխանը։ Արդարության հաստատման տեսանկյունից միանշանակ մենք տես խնդիր ունենք, որովհետև փաստացի մենք ունեինք, կարելի ասել մինչ հիմա էլ ունենք, էլի չեմ ուզում որովհետեւ մի ինստիտուտ առանձին իմ համար միանշանակա որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ինստիտուտ, որը որ գոյություն ունի, ցանկացած գերատեսչություն, որը որ գոյություն ունի, ինքը հələ մեծագույն ջանքեր եւ հետեւական աշխատանք ինքը իր վրա պետք է իրագործի, որպեսզի հասնի հնարավորինս, չասեմ կատարյալի, բայց իր արժեվ դրված նպատակները եւ խնդիրները իրագործելու համար եւ էլի կրկնվեմ արդարադատության տեսանկյունից այդ մեհադրանքը, որը որ ասում եք մարդիկ որ մեհադրում են, միանշանակ տեղին է մեր արդարադատության համակարգը, մեր իրավապահ համակարգը կատարյալ չեն եղել, դեռ մինչև հիմա էլ կատարյալ չեն եւ պետք է շարունակաբար աշխատել, որպեսզի իրանք դառնան այլ ավելի արդյունավետ եւ արդարությունը միանշանակ պահող, որովհետեւ քաղաքականից դուրս է բազմաթիվ հարցեր կան, այդ թվում նաև իրավապահ մարմինների մասով, այդ թվում դատական իշխանության մասով, մինչև այդ արդարադատության ստանդարտին հասնելը մեծագույն աշխատանք ունենք դեռ անելու։ Հուսանք որ կաշխատեք։ Մենք միանշանակ մինչև պահն է աշխատում ենք, իհարկե աշխատանքն է ունի իր թերությունները, իր բաստողումները, բայց պնդում եմ, որ կան բազմաթիվ դրական եւ արդյունավետ եւ արդյունավետ լուծումներ, որոնց միջոցով մենք որոշակի խնդիրներ այնուամենայնիվ լուծել ենք եւ լուծում ենք շարունակաբար։ Այն ժամանակ ձեր շատ բան ներվում էր, որովհետեւ նոր էիք իշխանության, շատ փորձ չունեիք։ Էլ չի ներվելու, պարոն Գաբրիելյան, կարծում եմ։ Եվ դա անես չի, որ վատ է եւ դա անես չի, որ մենք չենք հասկանում դա եւ նենց չի, որ մենք այդ խնդիրները այդ թվում նաև հասկանալով մենք ինքներս մեր վրա չենք աշխատում եւ չենք փորձում դառնալ այլ ավելի լավը, այլ ավելի օպերատիվ, այլ ավելի արդյունավետ, որպեսզի հանրության առջև են խնդիրները, որոնք որ կան, որոնք որ ծանրանում են, հնարավորինս արդյունավետ լուծումներ տանք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Թարմ ուղեղով զրույցն էիք լսում կամ դիտում իմ զրուցակիցներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը, իսկ ձեզ համար երկրորդ խոսափողի մոտ աշխատեց Մոնիկա Մամյանը, կհանդիպենք։